Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրավիճակները զարգանում են շատ արագ, հեռուստադիտողներն անսպասելիորեն բախվում են նորանոր գաղտնիքների բացահայտմանը, որոնց նրանք սպասում էին երկար ժամանակ։ Վերջապես Նորոյին պարզ դարձավ, որ այսքան տարիներ Արշակը նրանց օգնել է գումարով ու տատը խաբել է իրենց։ Տեղեկացավ, որ այսքան ժամանակ նրանց ծախսած գումարները հենց Արշակի ուղարկված փողերն էին, ու բնականաբար դժվար էր մի երիտասարդի համար ընդունել այդ ամենը, քանի որ նա կարծում էր, որ նրանք Արշակից ու իր մորից երբևէ որևէ օգնության ակնկալիք չեն ունեցել ու այդ օգնությունը չեն ստացել։ Տատը Նորոյի ճնշման տակ խոստովանում է, որ այդ գումարներն այո Արշակն է ուղարկել, եւ նա ներկայացրել է, որ իր որդին, այսինքն երեխաների հայրն է ուղարկել, բայց նման բան չկա, իսկ Նորոն պնդում է, որ տատն ասի ճշմարտությունը, որ հասկանա, թե ինչքան գումար են պատրաստել նրանք Արշակին, բայց Արշակը չարություն չունի երեխաների դեմ ու ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա նրանց օգնել։ Նա Էլիզին խնդրում է, որպեսզի նրանք չատեն Արևին, քանի որ ինչպես պարզ է դառնում նրա խոսքից, դա Շուշանի վերջին ցանկությունն է եղել, որ իր երեխաները Արևին սիրեն, ոչ թե ատեն։ Սա կարևոր է Արշակի համար, քանի որ նա ցանկանում է, որ Շուշանին տված իր խոստումը պահպանի։ Էլիզի աչքերն արցունքով են լցվում, բայց արդյոք կընդունի Արշակի մեկնած ձեռքն ու կփորձի օգնել Ալինային, չէ՞ որ այս պահին յուրաքանչյուր րոպեն հաշված է Ալինայի համար և նրանք պետք է ուղղակի արագացնեն։ Ժամանակը չէ թշնամության կամ հարցեր լուծելու, նրանք պետք է ունենան այդ գումարը, որպեսզի կարողանան Ալինային օգնել ու ոտքի հանել, և հավանաբար ինչքան էլ նրանց համար դժվար լինի, նրանք ընդունելու են Արշակի օգնությունը, իհարկե գումարի տեսքով։ Արշակը Արևի համար փնտրում է դայակ, որպեսզի կարողանա նրա կողքին լինել և դժվար ժամանակներում, երբ նրանք աշխատանքի են, Արևը մենակ չմնա։ Բայց Մագդան այլևս ոչ ոքի չի վստահում, քանի որ վախ ունի, որ մյուս եկողն էլ կարող է Էլիզի նման ինչ-որ հատուկ նպատակներ ունենա ու Էլիզից հետո դժվար է ինչ-որ մեկին վստահել։ Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում է, թե ինչ նոր գաղտնիքներ են բացահայտվելու այս հեռուստասերիալում և ինչպիսին է լինելու հետագա զարգացումը ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք արդյոք Էլիզն ու Նորոն կընդունեն Արշակի օգնությունը և Ալինայի փրկության համար կբարեկամանան ու կաջակցեն իրար։ Ինչպես երևում է, Մագդան ու Նորոն իրար սիրում են։ Նորոն խոստովանում է Մագդային, որ այս ամենը ոչ թե խաղ է եղել, այլ նա իսկապես սիրում է ու փորձում է ամեն ինչ անի, որպեսզի Մագդան ավելի չտանջվի, քանի որ նրանց հարաբերությունները երկար կյանք ունենալ չի կարող։ Նորոն շատ լավ հասկանում է, որ Մագդայի հետ անցկացրած յուրաքանչյուր րոպե նա հիշելու ու մտածելու է, թե ով է Մագդան և ինչ կապ ունի այն տղամարդու հետ, ով իրենցից խլել է իրենց մորը։ Բայց Արշակը մեղավոր չէ, նրանց մայրը 3 երեխաներին թողեց ու ընտրեց սիրո ճանապարհը, ինչքան էլ որ դժվար էր Շուշանի համար, բայց այո, նա Արշակի հետ հեռացավ երկրից, մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բայց մինչ Ամերիկայի Միացյալ Նահանգները նա բավականին դժվար ու երկար ճանապարհ անցավ, բայց այդպես էլ չհաջողվեց երեխաներին տանել կամ վերադառնալ երեխաների մոտ, որովհետև նա ծննդաբերության ժամանակ մահացավ։ Բայց երեխաները չեն կարողանում ներել ու հասկանալ իրենց մորը, քանի որ նրանք իրենց դավաճանված ու մենակ են զգում։ Իհարկե ժամանակն, ինչպես ասում են, բուժում է բոլոր վերքերը, նրանք կփորձեն իրենց կյանքը ստեղծել ու ապրել, բայց այդ վիրավորանքն ու ցավը երբեք չի անցնի։ Մագդան հասկանում է, որ առանց Նորոյի չի կարող ու հավանաբար պայքարելու է նրա սիրո համար։ Սերը ինչ-որ ժամանակ
հաստատ հաղթելու է եւ նրանք միասին են լինելու։ Իսկ թե ինչ զարգացումներ են լինելու հետագայում եւ արդյոք Ալինան բուժվելու է հենց Արշակի առաջարկված գումարով, կիմանաք շատ շուտով, այնպես որ միացեք մեր ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր կողմից հրապարակված նոր տեսանյութերը, որոնք լի են լինելու գաղտնիքների բացահայտումներով եւ հետաքրքիր նորություններով։ Հեռուստադիտողների մեծ մասին հետաքրքիր է, թե ինչպիսի արձագանք է լինելու Էլիզի կողմից Արշակի առաջարկին, արդյոք Էլիզը համարձակվելու է ընդունել այդ առաջարկը եւ համոզելու է Նորոյին, որ նա էլ ընդունի։ Այս բոլոր գաղտնիքների բացահայտումները շատ շուտով, այնպես որ միացեք մեր ալիքին, ձեզ մաղթում ենք բարի դիտում ու սպասում ձեր արձագանքներին, գրեք այդ մասին տեսանյութերի մեկնաբանություններ բաժնում։ Արդյոք Էլիզը կընդունի Արշակի առաջարկը։